Ես եմ, սկսել եմ նկարել 6 տարեկանից, բավականին տարբեր ուղղություններով սկսել եմ խորանալ առաջին հերթին բժշկությամբ, ավարտեցի քոլեջը, մասնագիտությամբ դեղագործ եմ, դրանից հետո հասկացա, որ ինձ կանչում է նկարչությունը ու սկսեցի զբաղվել նկարչությամբ ավելի խորը, մինչև 6 տարեկանում ավելի սիրողական մակարդակի եմ նկարել, դրանից հետո տարբեր վարպետների մոտ ստացել եմ ավելի պրոֆեսիոնալ կրթություն, իսկ ներկայությամբ սովորում եմ Գեղարվեստի ակադեմիայում և Եվրոպական համալսարանի հոգեբանություն բաժնում, փորձելով հոգեբանությունն ու արվեստը իրար միաձուլել ու ինչ-որ ասելիք ներկայացնել մարդկանց, իրենց մոտ կթողի էմոցիա, ինչ-որ ապրում ու մարդիկ այդ նկարով ինչ-որ հիշողություններ կապրեն այդ նկարի միջոցով։ Հիմնականում մարդկանց ներքին աշխարհն են պատկերում կտավներում, դեմքերի միջոցով, որտեղ նրանց մեջ ներառում եմ մարդու էմոցիան տվյալ իրավիճակում, թե հոգեբանորեն ինքը ինչ կապրեր։ Ներկայացնում եմ մարդու աշխարհը, ներաշխարհը, թե ինքը ինչ է ապրում հասարակության մեջ ապրելով ու ինչ զգացողություններ է ունենում ամեն օր արթնանալով ու ինչ-որ մի բանով զբաղվելով։ Սյուրռեալիստական ոճով եմ փորձում ներկայացնել այդ ամենը, բայց հիմնականում նաև նկարում եմ տարբեր ուղղություններով, ռեալիզմ, գիպերռեալիզմ, որտեղ առանց ակադեմիական նկարչության, առանց այդ ամեն ինչի մեջ խորանալու հնարավոր չի զբաղվել սյուրռեալիզմով կամ ներկայացնել այն ամենը, ինչ որ ես եմ ուզում հասցնել մարդկանց։ Ինչևէ ավելի անկեղծ էին, չկային տեխնիկական որոշակի շտկումներ, իսկ արդեն ակադեմիական կրթություն ստանալուց հետո որոշակիորեն փորձվում է տեխնիկական շտկումների միջոցով ենթագիտակցորեն որոշակի պատկերներ փոխվել, որը նաև փոխում է նկարի իմաստը ու փոխում է մարդկանց հասկանալու, պատկերացնելու այդ սպեկտրը։ Առանց իմ ներքին եսը, առանց իմ ենթագիտակցությունը կտավին չտալով ես չեմ կարող ինչ-որ մի գործ ստեղծել։ Ամեն նկարում, եթե ես ուզենամ ինչ-որ մեկի եսը պատկերել, միևնույն է իմ եսը որոշակի շերտում արտացոլված է լինելու։ Նկարներում համ կան հասարակության տարբեր մարդիկ, ում հետ ես ամեն օր առնչվում եմ, ում եսերը նույնպես կան նկարներում, նաև իմ ենթագիտակցությունն է, որը առանց դրա չի կարող նկար ստեղծվել։ Նայած թե տվյալ որ ժամանակաշրջանում ես նկարը նկարել, եթե եղել են ամեն ինչ նորմալ հանգիստ, արտացոլվում են վառ գույներ, որոնք մի անգամ արդեն դիտողին էլ տալիս են ինչ-որ էմոցիաներ, ավելի դրական, իսկ երբ որ նկարվել են ավելի մռայլ մութ ժամանակաշրջանում ինձ համար, ավելի մուգ, մռայլ մութ գույներով են արտացոլվում տվյալ պատկերները։ Բայց նաև կարող են լինել հրաշալի վառ գույներ, բայց իրականում կերպարը լինի բավականին վատ հոգեվիճակում։ Դա էլ ներկայացվում է այն, որ մարդ կարա շատ ուրախ հասարակության մեջ ներկայանա, բայց իրականում ինքը ներսում իր հետ վեճի մեջ լինի։ Ունեցել եմ այդպիսի աշխատանքներ, անցել են տարիներ, բայց մի этап է եկել, որ ես հասկացել եմ ինքը պետքա սենց մնա, որովհետև եթե այս հոգեվիճակով ես նստեմ նույն գործի առաջ, կփոխվի ամբողջ իմաստը, միտքը ու ընդհանուր նկարը։ Այդպես անավարտ են մնացել, արվեստանոցում այդպիսի գործեր շատ կան, չգիտեմ, մի օր միգուցե կցուցադրվեն դրանք, թե ոչ, շատ կան։ Ինձ համար յուրահատուկ են այն գործերը, որոնց մեջ ես գիտեմ նկարելու ժամանակ ինչ էմոցիաներ եմ ապրել, միգուցե դիտողի համար կարող են դրանք լինել հիմարություններ, բայց իմ համար էմոցիոնալ տեսանկյունից դրանք թանկ ու կարևոր գործեր են։ Տենց գործեր ունեմ մի քանիսը, որ իմ համար շատ թանկ են, բայց շատերն էլ չեմ ցուցադրում ինչ-որ գալերիաներում, որտեղ դրանք իմ կտորն են, իմ մասն են։ Առաջին ցուցահանդեսս ունեցել եմ 16 տարեկանում, ցուցահանդեսի գաղափարը եղել է իմ դպրոցի դասատուներին, ովքեր գիտեն, որ ես նկարում եմ, ուզում էին տեսնեին իմ գործերը։ Ես էլ բարդ աշակերտ եմ եղել, հիմա նաև ուսանող,
տենց են դասախոսներն ասում, իրենց համար ուզում էին տեսնել ամբողջական հավաքական գործերն ու ցուցահանդեսը եղել է պատկերասրահի մասնաճյուղում Մարտունի քաղաքում։ Իրականում այդ ժամանակ ես փորձառու չէի, այդ ժամանակ ես չգիտեի ոնց պետք է կազմակերպել, ոնց պետք է անել, իհարկե պրպտելով, որոշակի օգնություն խնդրելով, ստացվեց առաջինը 16 տարեկանում, իսկ երկրորդը արդեն իմ համար պատասխանատվությունը մեծ էր, որովհետև գիտակցական մակարդակն էլ էր շատ վերսանում եմ մի բան, որը նայելու է հասարակությունը, նայելու են մարդիկ ու նաև միգուցե ինձանից ոգեշնչվեն կամ հիասթափվեն արվեստից ու ավելի բարդ էր երկրորդ ցուցահանդեսը կազմակերպելը, բայց ինձ թվում է բավականին երկար ժամանակ աշխատելուց հետո ստացվեց ինչ-որ մի բան ստանալ, որ մարդկանց ասելիք լինի։ Առանց ասելիքի ցուցահանդեսն ինձ թվում է իմաստ չկա։ Երկրորդը դրա համար անվանեցի գոյության ուրվագծեր, ինչի գոյության ուրվագծեր, որովհետև ամեն օր մենք գոյության պայքար ենք տալի ու դա մեր մեջ, թե մեր ֆիզիոլոգիայում, թե մեր ներսում ինչ-որ գծեր են լինում, որոնք մեր այդ ապրած կյանքի ու դժվարությունների մի մասն են ու դրա համար անվանեցի գոյության ուրվագծեր։ Այստեղ կան իմ առաջին յուղաներկով արած գործերից մինչ վերջին արված բացիկայից գործերը, տարբեր ժամանակի գործերն եմ ուզեցել ներկայացնել, որ հասկանան դիտողները իմ անցած ուղին, անցած ճանապարհը։ Այստեղ իմ համար շատ յուրահատուկ է ընդհանուր խորագրի գոյության ուրվագծեր պաստառի վրա ամենախորհրդանշական գործն է իմ համար մարդկային պատերազմը։ Ինչի է իմ համար շատ խորհրդանշական, որովհետև ամեն օր մենք պատերազմի մեջ ենք ինքս մեր հետ, մարդկանց հետ, ներքին մեր բանակցությունների մեջ ենք ու այդ գործն է իմ համար շատ յուրատեսական։ Ունեմ նոր գործեր, որոնք նոր են վերջացել ցուցահանդեսից 1 ամիս, 2 ամիս առաջ, որոնք իհարկե տեխնիկապես ավելի լավ են ստացվել, բայց անկեղծության տեսանկյունից, ինչպես ընդեղ ասեցի, ավելի իմ համար թանկ են գործերը, որոնք արել եմ այն ժամանակ, երբ որ ես դեռ ակադեմիական նկարչության չէի տիրապետում։ Ուզում եմ ամեն անգամ այդ մարդիկ, որ գան ցուցասրահ, նախ էներգիայով հետ գնան, դրական էներգիա ստանան, իրենք իրենց էմոցիաները թողնեն ստեղ ցուցասրահում, նայելով նկարներին, որոշակի լիցքաթափվեն, որոշակի լավ դրական էմոցիաներով գնան ցուցասրահից, միգուցե հոգսերից մի քիչ կտրվեն։